Բարև ձեզ։ Դուք դիտում եք «Ինչպես է աշխատում փողը» փոդքասթը։ Տնտեսական լրագրողների ակումբը փորձում է այս փոդքասթի միջոցով շատ պարզ եւ հասկանալի լեզվով ձեզ ներկայացնել, թե ինչ է ֆինանսական գրագիտությունը, խնայողությունը եւ առհասարակ ինչպես պետք է աշխատել ֆինանսների հետ։ Այսօրվա մեր հյուրը Անի Ամիրյան, Հայ Էկոնոմ բանկի դիլինգի կենտրոնի վարչության պետ, գլխավոր դիլեր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Միանգամից սկսենք հենց խնայողություններից եւ հասկանանք, թե ինչու է կարեւոր խնայողություններից զատ ընտրել ճիշտ գործիք խնայողության։ Լավ կլինի, որ գումարը պարզապես մի կողմ դրված չլինի, այլ նաև աշխատի մեր օգտին։ Այդ պատճառով էլ տարբեր խնայողության գործիքներից ճիշտ ընտրություն կատարելը շատ կարևոր է։ Մինչև գործիքներին անցնելը խոսենք, թե խնայողություն սկսելու առաջին քայլը կամ քայլերը որոնք են։ Խնայողություն սկսելու առաջին հիմնական կարևոր քայլը դա նպատակ սահմանելն է։ Այսինքն ի սկզբանե մենք պետք է հասկանանք, թե մեր խնայած մի կողմ դրած գումարը ինչի համար ենք օգտագործելու։ Դա կարող է լինել մեր ապագայի նկատմամբ վստահության հետ կապված ապահովության բարձիկը, կարող է լինել խոշոր գնումները, բնակարանի ձեռքբերում, ավտոմեքենայի ձեռքբերում, կրթության հետ կապված ծախսերը լուծելը, մի խոսքով, բավական տարբեր նպատակներ կարող են լինել խնայողություն կատարելու հիմքում։ Մեզ համար կարևոր է հասկանալ, թե մի կողմ դրած գումարը ինչ ժամանակ հետո է մեզ պետք լինելու։ Այս երկու գործոններից ելնելով կարող ենք արդեն ճիշտ ընտրություն կատարել։ Սահմանել սկզբում նպատակը, այնուհետև հասկանալ այն ժամանակահատվածը, որի ընթացքում մեր ազատդրամական միջոցները մեզ պետք չեն լինելու։ Խնայողություններում ավանդը շատ կարևոր տեղ ունի եւ առհասարակ ինչ է բանկային ավանդը, ինչի համար է դա եւ որքանով է օգտակար։ Խոսենք հենց արդեն ավանդի մասին։ Ավանդը բանկային հիմնական ծառայություններից է, որի դեպքում պայմանագրով սահմանված կարգով մարդը իր գումարները տրամադրում է բանկին։ Ժամկետից կախված ավանդների տոկոսադրույքը լինում է տարբեր եւ պայմանագրով կարող են նախատեսվել բավական տարբեր պայմաններ։ Իրականում հաճախորդը բանկին տրամադրում է իր ազատդրամական միջոցները եւ բանկը արդեն ուղղում է այդ միջոցները վարկավորմանը կամ այլ ֆինանսական գործառնություններին։ Այստեղ շատ կարևոր է, որ պայմանագրի մեջ հաճախորդը ուշադիր հետևի կարդա, ծանոթանա բոլոր պայմաններին, որպեսզի հետագայում հասկանա գումարը ամբողջությամբ խզելիս կամ մի մասը պահանջելիս, ինչ պայմաններ են գործում, կարող է արդյոք համալրել ավանդը թե ոչ։ Մի խոսքով, շատ կարևոր է, որպեսզի ավանդային պայմանագրի բոլոր կետերին ծանոթ լինի հաճախորդը։ Ավանդի ինչ տեսակներ կան եւ ինչով են դրանք տարբերվում իրարից։ Ինչպես արդեն նշեցի, ավանդային պայմանագրով նախատեսած պայմաններից կախված ավանդները կարող ենք դասակարգել ցպահանջ ավանդներ եւ ժամկետային ավանդներ։ Ցպահանջ ավանդների դեպքում հաճախորդը շատ ավելի ազատորեն կարող է տնօրինել իր միջոցները, սակայն այս դեպքում պետք է նկատի ունենանք, որ տոկոսադրույքը մի փոքր ցածր է։ Ժամկետային ավանդների դեպքում պայմանագրով նախատեսվում է այն ժամանակահատվածը, որով որ հաճախորդն իր ազատդրամական միջոցները տրամադրում է բանկին, կախված ժամկետից, այլ պայմաններից կարող են նախատեսվել տարբեր տոկոսադրույքներ։ Ավանդային պայմանագիրը կարող է նախատեսել նաև համալրելու կամ ավանդը գումարը ժամկետից շուտ պահանջելու դեպքում որոշակի այլ պայմաններ, այս դեպքում կարող ենք ասել, որ լինում են համալրվող ավանդներ, ինչպես նաև ժամկետից շուտ մասնակի խզում ենթադրող ավանդատեսակներ, այսինքն ավանդները ըստ իրենց հիմնական դասակարգման տարբերվում են իրարից իրենց ժամկետով, իրացվելիությամբ եւ եկամտաբերությամբ։ Որոնք են ավանդի առավելությունները եւ ամենակարևորը ինչ սահմանափակումներ կան։ Ավանդի գլխավոր առավելությունը կանխատեսելիությունն է, այսինքն հաճախորդը նախապես գիտի իր ներդրման ժամկետը, տոկոսադրույքը եւ ակնկալվող եկամուտը։ Շատ երկրներում, Հայաստանում եւս ավանդները երաշխավորված են ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից ըստ սահմանված սահմանաչափերի եւ հաճախորդը գումարը բանկին տրամադրելիս կարող է հանգիստ լինել, որ ցանկացած պարագայում դրանք հետ է ստանալու։
Միաժամանակ ավանդը ունի նաև սահմանափակումներ, նախատեսված ժամկետից շուտ պահանջելու դեպքում հաճախորդը կարող է կորցնել կուտակված տոկոսներն ամբողջությամբ կամ մասամբ։ Պայմանագիր կնքելուց առաջ նաև կարևոր է հասկանալ, որ շուկայական տոկոսադրույքների բարձրացմանը կամ առհասարակ փոփոխությանը զուգընթաց արդեն կնքված ավանդային պայմանագրով նախատեսված պայմանները սովորաբար փոփոխության չեն ենթարկվում։ Ավանդը սովորաբար ում համար է լավ ձեռնտու տարբերակ եւ ինչ պետք է հաշվի առնել ավանդ բացելուց առաջ։ Ավանդը նախատեսված է այն մարդկանց համար, որոնք ունեն ազատ դրամական միջոցներ եւ չեն նախատեսում առաջիկայում օգտագործել դրանք, նախընտրում են ստանալ կանխատեսելի եկամուտ։ Ավանդն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն տոկոսադրույքը, այլև այն պարբերականությունը, որով պետք է վճարվեն տոկոսները, խզելիս վաղաժամկետ ավանդը պահանջելու դեպքում առկա պայմանները եւ այլ առանձնահատկություններ։ Խնայողական գործիքներից միայն ավանդը չէ, որ հնարավորություն է տալիս մարդուն տնօրինել իր գումարը շատ ճիշտ կերպով, կա նաև խնայողությունը, հենց խնայողական հաշիվ, ինչ է դա եւ ինչով է տարբերվում ավանդից։ Շատ ճիշտ նշեցիք, խնայողական հաշիվը բանկային հաշվի տեսակ է, որի վրա պահվող մնացորդի վրա բանկը տոկոսներ է վճարում հաճախորդին։ Սա ավանդի համեմատ ավելի իրացվելի գործիք է, քանի որ ցանկացած ժամանակ հաճախորդը կարող է տնօրինել իր ազատ դրամական միջոցները։ Թվարկեք նաև մի քանի այլ առավելություններ, որոնք գործում են հենց խնայողական հաշվի պարագայում։ Խնայողական հաշվի պարագայում պայմանագիրը լուծելու անհրաժեշտություն չկա, հաճախորդը ցանկացած ժամանակ, ցանկացած քանակությամբ կարող է համալրումներ կատարել, ելքագրումներ կատարել իր խնայողական հաշվից, այսինքն ամենաբարձր իրացվելիությունն ապահովող գործիք է։ Ում համար է խնայողական հաշիվը առավել լավ տարբերակ։ Խնայողական հաշվի միջոցները մենք ցանկացած ժամանակ կարողանում ենք տնօրինել, հենց այդ պատճառով էլ այն շատ հարմար է չնախատեսված ծախսերի համար։ Այսինքն կարող ենք ասել, որ մեր Ցանկացած ֆինանսական պահի, այո, երբ մենք ցանկանանք, կարող ենք օգտվել այդ այո, հաշվից։ ապահովության բարձիկ, այսպես կարող ենք կարճ ձևակերպել։ Իսկ որ պարագայում է խնայողական հաշիվը առավել ճիշտ ընտրություն, քան ավանդը։ Միայն այս մի տարբերակից զատ, երբ որ մենք ցանկացած պահի կարող ենք օգտվել։ Խնայողական հաշվի առավելությունը ժամկետային ավանդի համեմատ հենց այդ արագ իրացվելի լինելն է, սակայն այստեղ պետք է հաշվի առնենք նաև եկամտաբերությունը։ Սովորաբար խնայողական հաշիվների մնացորդի վրա տրամադրվող տոկոսները ցածր են, քան ժամկետային ավանդի դեպքում տրամադրվող տոկոսները։ Երբ խոսում ենք խնայողության, ավանդի խնայողական հաշվի մասին, չեն կարող չխոսել նաև պարտատոմսերի մասին։ Կարճ եւ պարզ լեզվով, ինչ է պարտատոմսը։ Պարտատոմսը պարտքային արժեթուղթ է, որի միջոցով պետությունը կամ ընկերությունները միջոցներ են ներգրավում ներդրողներից։ Գնելով պարտատոմս հաճախորդը փաստացի վարկ է տրամադրում այն թողարկողին, պետությանը կամ մասնավոր ընկերությանը։ Իսկ վերջինս պարտավորվում է սահմանված ժամկետներում վճարել տոկոսային եկամուտ եւ մարման օրը վերադարձնել մայր գումարը։ Պարտատոմսի ինչ տեսակներ կան։ Պարտատոմսերը կարող ենք դասակարգել ելնելով թողարկողից, եթե պետությունն է թողարկում պարտատոմս, այս դեպքում ասում ենք, որ պարտատոմսը պետական պարտատոմս է։ Եթե թողարկողները մասնավոր ընկերություններ են, դրանք համարվում են կորպորատիվ պարտատոմսեր։ Կորպորատիվ պարտատոմսերի շարքին են դասվում նաև բանկերի կողմից թողարկած պարտատոմսերը։ Եթե խնայողական հաշիվը ավանդից տարբերվում էր հիմնականում ժամկետային սահմանափակումներով եւ տոկոսադրույքի չափով, ապա այս պարագայում պարտատոմսն ավանդից ինչով է տարբերվում։ Ավանդի դեպքում կարող ենք նշել, որ եկամտաբերությունը նախապես հայտնի է, իսկ պարտատոմսի դեպքում, եթե մինչև մարումն ենք վաճառում, այս դեպքում կարող է գինը տատանվել ելնելով շուկայական իրավիճակներից։ Ավանդների եւ պարտատոմսերի հիմնական տարբերություններից կարող եմ նշել, որ ավանդների գծով ստացած տոկոսային եկամուտը հարկվում է, իսկ պարտատոմսերի դեպքում մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ստացած եկամուտները ազատված են հարկերից։ Ավանդային պայմանագրի դեպքում, երբ որ հաճախորդը ժամկետից շուտ է ուզում իր գումարը վերցնել, սովորաբար կորցնում է արդեն կուտակված տոկոսագումարները։ Ինչի չեն կարող ասել պարտատոմսի դեպքում, վաճառելով երկրորդային շուկայում արդեն իսկ ստացած տոկոսագումարներ եւ կուտակված տոկոսագումարները չի կորցնում, այլ ընդամենը տվյալ պահին շուկայում առկա գնով կարող է վաճառել։
Եթե անձը որոշակի գումար ունի եւ ուզում է խնայել, այս 3 խնայողական տարբերակներից ավանդ, պարտատոմս, խնայողական հաշիվ, որն է ավելի ձեռնտու։ Այս դեպքում շատ կարևոր է հաշվի առնել ներդրման նպատակը, ժամկետը, ինչպես նաև ռիսկի հանդեպ վերաբերմունքը։ Եթե առաջնահերթությունը իրացվելիությունն է, առավել նպատակահարմար է գումարները պահել խնայողական հաշիվներին։ Եթե կարևոր է եկամտի կանխատեսելիությունը, խորհուրդ կտանք ժամկետային ավանդը։ Եթե հաճախորդը ցանկանում է ստանալ բարձր եկամտաբերություն, բայց միևնույն ժամանակ դեռ հստակ չգիտի, երբ գումարը իրեն պետք կգա, խորհուրդ կտանք գնել պարտատոմսեր, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենա երկրորդային շուկայում վաճառելու։ Եվ վերջում, որն է ձեր խորհուրդը բոլոր այն մարդկանց, ովքեր սկսում են խնայել։ Խնայողության հաջողությունը շատ դեպքերում կախված է ոչ այնքան խնայվող գումարի չափից, որքան կանոնավորությունից եւ ժամկետայնությունից։ Ցանկացած ֆինանսական որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել նպատակները, այսինքն բարձր եկամտաբերությունը ոչ միշտ է ենթադրում լավագույն տարբերակը։ Եվ վերջում մեր նպատակների փոփոխությանը զուգահեռ խորհուրդ կտամ փոփոխել նաեւ խնայողությունների հետ կապված մեր ռազմավարությունը եւ կիրառել տարբեր գործիքներ հնարավորինս բարձր եկամտաբերություն ապահովելու համար։ Շնորհակալություն, որ այսօր եկաք մեր տաղավար եւ կիսվեցիք ձեր գիտելիքով։ Իսկ դուք մնացեք տնտեսական լրագրողների ակումբի հետ, շարունակելով լինել ֆինանսապես գրագետ։